Ողջույն։ Մենք ապրում ենք ամեն ինչ գլխիվայր շուռ եկած իրականության մեջ։ Երկրի վարչապետ աշխատողը բացահայտ է տալիս ապօրինի հրահանգները։ Հայտարարում է հեծը Սամվել Կարապետյանից խլելու մասին։ Պատահաբար անջատվում են կառավարության լույսերը, նիստի ժամանակ ազգային ժողովի դահլիճի լույսերը, բայց միկրոֆոնները էլի պատահաբար մնում են միացված։ Նիկոլը գնում է ինչ-որ շնորհանդեսի ու էլի պատահաբար լույսերը անջատվում են ու խնդրեմ, հեծի խլման որոշումը պատրաստ է։ Սկսում են գործընթաց ու ընթացքում ման են գալիս հիմքեր։ Չեն գտնում, բայց մեկ է անում են։ Նիկոլ Փաշինյանը կատաղության պահին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ պետք է քրգործառուցի Սերան Օհանյանի Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Ու մեկ է մի շաբաթից դատախազը միջնորդությամբ մտնում է ազգային ժողով։ Նիկոլը գրում է. Հեսա ես իմ ձևով կմիջամտեմ ու կալանավորում եմ բարերար Սամվել Կարապետյանին։ Նա ցանկանում է, որ ունենանք քաղբանտարկյալներ, դատարանը այդ ցանկությունը բավարարում է անշեղորեն։ Այդ առաջ էր, որ հեռախոսով էր ապօրինի հրահանգներ տալիս ԱԱԾՀԿՑ տնօրեններին ու մյուսներին։ Հիմա հրահանգների մի մասը արդեն բացահայտ են, ու դե պատկերացրեք, թե թաքուն ինչ հրահանգներ կտա։ Ու այսքանից հետո խոսում է ժողովրդի անունից։ Կարող եք ասել, այդ ժողովուրդը երբ է պահանջել, որ Սամվել Կարապետյանը բանտարկվի։ Երբ է պահանջել ժողովուրդը, որ կաթողիկոսը հեռանա, որ ընդդիմադիրներին կալանավորեք։ Ժողովուրդը պահանջում է հեծը խլեք, թե հոսանքը էժանացնեք։ 2018 թվականին Փաշինյանը խոսք է տվել, որ հոսանքը 20%-ով կեժանանա, 8 տարի իշխանության ինչ է արել։ Հիմա Սամվել Կարապետյանն ու հեծն են դիմել, որ հոսանքը էժանանա։ Չի էժանացնում կառավարությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ԿՊԱ-ական կամ նախկին ԿՊԱ-ական նախագահն ասում է, մենք չենք կարող տարվա կեսից նվազեցնել սակագինը, ելնելով ինչ-որ մեկի քմահաճույքներից։ Կամ ասում է, այս հատկապես խնդալու է, եթե 6 ամիսը մեկ բարձրացնենք, իջեցնենք, ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակի մեջ կընկնի։ Սիրելի ժողովուրդ, որ այս ձմռանը հոսանքի վարձը դժվարությամբ է վճարելու։ Տաշիր ընկերությունն առաջարկել է հոսանքը էժանացնել, իշխանությունը դեմ է։ Ասում է, եթե հոսանքը էժանացնենք, կընկնի ժողովուրդը դեպրեսիայի մեջ։ Այսինքն, որպեսզի ձեզ լավ զգաք, ոչ թե պետք է էժանացնել ըստ ԿՊ-ի, այլ պետք է թանկացնել։ Չի բացառվում, որ որպես նախընտրական տրյուկ Սամվել Կարապետյանի տնտեսած միջոցների հաշվին տարվա սկզբում Նիկոլը մի քիչ էժանացնի հոսանքը։ ԿՊ-ի համար ժողովուրդը ուղակի փորձադաշտ է։ Իսկ ինչի մենակ հոսանքը, այն որ մեր երկրում ահռելի ու չկարգավորվող գնաճ է, այն որ Նիկոլը չի կատարում իր ոչ մի խոստում, պատճառն այն է, որ ըստ ԿՊ-ի դրական փոփոխությունները ձեզ կգցեն հոգեբանական ծանր վիճակի մեջ։ Սա դեռ խոսում է ժողովրդի անունից, այն ամբողջ փորձանքներից հետո, որ մեր գլխին բերել է։ Ու այսքանից հետո օրինակ իր ցանկություններն է հայտնում, թե ժողովուրդը ում պետք է անցկացնի հաջորդ ընտրություններում խորհրդարան, ում ոչ, եւ որոշել է, որ պետք է իր քաղաքական հակառակորդները չանցնեն ազգային ժողով։ Իսկ ով ասաց, թե դու ընտրվելու ես։ Ժողովուրդը հարցնում է. իսկ դու ինչ ես արել, որ արժանի լինես ընտրվելուն։ Այդ չընտրելու լիքը պատճառ կա։ Ես բերեցի մի հատ հոսանքի էժանացման տապալված խոստում, բայց միայն այս պահին արդեն միայն ես 800 խոստում եմ առանձնացրել, որ նա տվել է ու չի կատարել։ Պատկերացնում եք ինչ ահռելի թիվ է, 800 խոստում, որոնք եթե կատարվեին, Հայաստանը կդառնար դրախտ։ Զինվորների ծնողներին խաբել է խոստանալով, որ նրանք էլ ծանրոց չեն ուղարկելու։ Գործազուրկներին խաբել է խոստանալով լիքը ներդրումներ ու աշխատատեղ։ Արտագաղթացներին խոստացել է, որ ներգաղթ կլինի։ 100 անգամ խոստացել է, որ ոստիկանությունում բարեփոխումներ կլինեն։ Էլ պարեկ ստեղծեցին, էլ գվարդիա ստեղծեցին ու ինչ ասես չստեղծեցին։ Ոստիկանություն, որակ այդպես էլ չի փոխվել։ Խոստացել է բռնությունները մերժել, բայց քաղաքացին իշխանական այդ նույն ոստիկանական բռնությունների պատճառով զրկվում է ձեռքից։ Գյուղացիներին այնքան խոստումներ է տվել, ոռոգման ջրից, չմշակվող հող չլինելուց մինչև անտոկոս վարկեր, կաթիլային ոռոգում ու խելացի անասնագոմ։ Խոստացել է պետական պարտքը այլևս չավելացնել, հենց այսօր եւս 90 միլիոն եվրոից ավելի վերցրել է։ Խոստացել է արագաչափերը հանել, խոստացել է կոռուպցիան վերացնել, խոստացել է հայկական ավիափոխադրող, խոստացել է բանտերի թեթևացում, բանակի զինում, այդ թվում հայկական ժամանակակից զենքերով։
Խոստացել է, որ որևէ բիզնեսի փայտ չի մտնի, որևէ բիզնես չի խլի։ Մամուլի ազատության մասին է խոստացել, բազմաթիվ գործարանների մասին, էլ գազաբալոնների, էլ շաքարի, էլ ավտոմեքենաների, անգամ ինքնաթիռի, էլ ադամանդի։ Խոստացել է հարկատուների գումարները անիմաստ չծախսել, մենաշնորհների վերացման մասին է խոստացել, քաղբանտարկյալներ չլինելու մասին է խոստացել, գնաճ չլինելու մասին է խոստացել, դպրոցների ու բուհերի ապաքաղաքականացում է խոստացել, դատարանների անկախություն է խոստացել, նոր ատոմակայանի մասին է խոստացել, հանքերը քիչ շահագործելու մասին է խոստացել, աղետի գոտու մասին է խոստացել, Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության մասին է խոստացել, կենսաթոշակների բարձրացում, Սև անալճից, որ հավելյալ ջուր չեն վերցնի, գերիների վերադարձի մասին է խոստացել, ցեղասպանության ճանաչման մասին է խոստացել, օլիգարխներ չլինելու մասին է խոստացել, սպանությունների քչացման մասին, կառավարության թափանցիկության մասին, 10 միլիոն ծառ տնկելու մասին, Սևանի ափի շենքերը քանդելու մասին է խոստացել, շատ կարևոր խոստում, խաղադրույքները դադարեցնելու մասին է խոստացել եռապատիկ են բյուջեից, կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը չեղարկելու մասին է խոստացել, ներդրումների անձեռնմխելիության մասին է խոստացել, նոր գյուղ կառուցելու մասին, խոստացել է, որ ժողովրդի քվեն չի կեղծվելու, խոստացել է, որ ԽՑԲ համակարգից հրաժարվելու են, ամենաշատ խոստումներն էլ տվել է Արցախի ինքնորոշման մասով, ժողովրդից թաքուն Արցախի հարցը չլուծելու մասով, անվտանգության երաշխիքների մասով, Մինսկի խմբի ֆորմատը վերականգնելու մասով եւ այլն 800-ից ավելի խոստում միայն ես եմ առանձնացրել ժողովուրդ։ Խոստացել էր չխաբել ժողովրդին, խոստացել էր ժամանակին հեռանալ, չկարչել իշխանությունից։ Չկա մեկ հոգի, որի վերաբերյալ մի քանի խոստում չտվել։ Բայց կատարել է ու կատարում է միայն Ալիևին ու Էրդողանին տված խոստումները։ Ցանկացած երկրի ցանկացած իշխանություն այսքան խոստում տապալելուց հետո, գիտեք ինչ կաներ, կգնար դեպի իր երկրի ամենաբարձր կամուրջը ու իրեն կգցեր։ Չեմ պատկերացնում մի երկիր, որի իշխանությունը 1000-ից ավելի խոստում տա ու չկատարի, ու մնա իշխանության։ Խոստումները չկատարելու մասին հիշեցնում են, ասում են, աշխարհում չի եղել կառավարություն, որ ձախողում չունենա։ Ժողովուրդ ջան, ձախողված է համարում այն կառավարությունը, որը բաները խոստանում ու մի քանիսը չի կատարում։ Դուք ոչ մեկը չեք կատարել, ավելին, հակառակն եք արել։ Խոստացել եք էժանացնել, բայց ոչ թե չեք էժանացրել, այլ թանկացրել եք։ Խոստացել եք պահել, հանձնել եք։ Դուք ոչ մի հարցում չեք հաջողել։ Այո, աշխարհում չկա իշխանություն, որ ձախողում չունենա, բայց դուք ոչ մի հաջողություն չունեք։ Աշխարհում չկա պետություն, որ իրար հետևից ձախողում ունենա ու ռադը չքաշի։ Աշխարհի 30-ում չի եղել պետություն, որ պարտված չլինի, բայց չի եղել կառավարություն, որ պարտվելուց հետո սենց շարունակական նվաստացվի, որտեվ կրվողը փասափուս են հավաքելու չքվել է։ Աշխարհում չկա պետություն, որտեղ 3 եպիսկոպոսի բանտ գցեն։ Չկա պետություն, որ կան 2 հատ ծապտան իշխանություն վերցնեն։ Չկա կառավարություն, որ խոստումների 20%-ը պարզապես չկատարի, իսկ 80%-ը անի հակառակը։ Երկիրն էլ հանձնի։ Դուք միակն եք։ Շաբաթ օրը մարզամերգային համալիրում հավաք էր։ Նայիք քպական պաշտոնյաների ավտոմեքենաները։ Մի մասը էկրանին է։ Փողոցի փոշին վրան քայլելով եկել են իշխանության, ձեզ լիքը խոստումներ տալով։ Մի քանի տարի անց արդեն խնդրեմ, շքեղ կենցաղով են ապրում, մետրոյով էին երթևեկում, հիմա մի քանի տասնյակ ու $100,000 արժողությամբ մեքենաներով եւ պարտադիր դուր բացողով տապարտադիր են։ Ընկել են հեքիաթի մեջ ու դու քո միջոցներով քո հաշվին ժողովուրդ ջան, դդումը դարձրել ես կարգ։ Կարճ ասած, Նիկոլն ասում է, լիքը բան եմ խոստացել, բայց լուծումը չգիտեմ։ Լուծումը մեկն է՝ հեռանալ։ Կարող է չգալ ընդհանրապես, չմտնել այս ամենի տակ, մեր ամբողջ ազգին այս նվաստացման, այս ողբերգության ու տապալումների, ձախողումների մեջ չգցեիր։ Ու զավեշտ է, որ այդ ձախողակը որոշում է, որ ինքը պետք է լինի հաջորդ խորհրդարանում, էլի վարչապետ լինի ավելին, բայց ովքեր չլինեն, ով պետք է դուրս գա քաղաքական համակարգից, ով մնա։ Եթե կա մի հոգի ու մի թիմ, որ պետք է հեռանա, դա դուք եք։ Դուք չունեք լեգիտիմություն անգամ մասնակցելու ընտրությունների։